Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ մեզ ոչ միայն լսել, այլև դիտել Մուտք գործեք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ։ Ապրիլի 2-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես աուտիզմի իրազեկման միջազգային օր, եւ մենք այսօր որոշել ենք անդրադառնալ աուտիզմի դրսևորումներին եւ բնականաբար այն ծրագրերին, որոնք իրականացվում են աուտիզմի վերաբերյալ։ Ես ներկայացնեմ իմ բանախոսներին դեռահասների եւ երիտասարդների խմբի ծրագրի ղեկավար էրգոթերապիստ Գոհար Կարապետյան, ողջույն։ Եվ դեռահասների եւ երիտասարդների խմբի ծրագրի ղեկավար Ծովինար Սիմոնյան, ողջույն Ծովինար։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես իհարկե կարող եմ այսպես ընդհանուր ասել կամ բնութագրել աուտիզմը ինչ է իրենից ներկայացնում, բայց շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի մի քանի բառով մասնագետները ներկայացնեն, հատկապես հաշվի առնելով, որ աուտիզմի շրջանում դեռ շատ բաներ բացահայտված չեն։ Խնդրեմ երկուսի դե հարցը զնված։ Ցավոք սրտի աուտիզմի պատճառագիտությունը դեռևս հայտնի չէ։ Կարող եմ ասել, որ աուտիզմը նյարդաբանական զարգացման խանգարում է, այն դրսևորվում է հաղորդակցման դժվարություններով, սոցիալական շփման խանգարումներով եւ վարքային առանձնահատկություններով։ Աուտիզմը ի հայտ է գալիս կամ դրսևորվում է 1.5 տարեկանից, ծնողը կարող է տեսնել որոշակի զարգացման խնդիրներ եւ վաղ միջամտությունը կարող է բարելավել վիճակը եւ սոցիալական հմտությունները կյանքի համար անհրաժեշտ հմտությունները վերականգնողական թերապիաների ինտենսիվ շնորհիվ, այո։ Կարող եմ ավելացնել, որ աուտիզմ ունեցող երեխաները արդեն 3 տարեկան հասակում դրսևորվում է ստերեոտիպային վարքաձևեր, հաղորդակցման սահմանափակումներ են ունենում, կրկնվող խոսք են ունենում, եթե վերբալ են լինում երեխաները, եւ ծնողները նույնիսկ կարող են խոսքի զարգացման օնտոգենեզին համապատասխան, երբ որ չի գնում, երեխան խոսք չունի, արդեն այդտեղից կարող են անհանգստանալ ու հասկանալ դիմել հոգեբուժի եւ հասկանալ աուտիզմ ունի թե չունի երեխան, մինչև 3 տարեկանը արդեն արտահայտվում է Հայաստանում 3 տարեկանում արդեն ախտորոշում են նոր կարողանում ընդունել։ Փաստորեն ծնողները պետք է ավելի ուշադիր լինեն այս առումով եւ հաճախ գիտենք, որ ասում են երեխան չի խոսում, ասում են դե ոչինչ, մինչև 3.5 տարեկան կխոսի, մերն էլ էր ուշ խոսում, ու այդպես հարևանի կարծիքը հիմք ընդունելով կարծես գնում էին առաջ, բայց փաստորեն պետք է ծնողները առավել քան ուշադիր լինեն, հաշվի առնելով, որ եթե տարիներ առաջ խնդիր էր գտնել մասնագետի կամ որևէ մեկի կամ որևէ բուժում ստանալ, ապա տարատեսակ կազմակերպությունների շնորհիվ այսօր բավականին տարբերակներ կան։ Ես կուզեի անպայման անդրադառնալ աուտիզմ հիմնադրամին։ Կարող եք ասել հիմնական նպատակը աուտիզմ հիմնադրամի եւ ինչ ծրագրեր եք իրականացնում եւ շահառուները որքան են։ Այո, իհարկե, աուտիզմ ազգային հիմնադրամի իմ ուղին ցերեկային կենտրոնը երեխաների, դեռահասների եւ երիտասարդների, որոնք ունեն աուտիզմ կամ զարգացման այլ առանձնահատկություններ, ուսուցման, վերականգնողական եւ զբաղվածություն ապահովող հաստատություններ եւ ծրագրի շրջանակներում երեխաները եւ դեռահասները սովորում են կյանքի համար կարեւորագույն հմտություններ, այո, ինչպես նաև ներգրավվում են կրթական, մշակութային եւ հասարակական ծրագրերում։ Ներկայումս կենտրոնը ապահովում է 253 շահառուի զբաղվածության, ինչպես նաև թերապիաներով, զբաղվածության ծրագրով եւ թերապիաներով անվճար եւ պետք է նշեմ, որ դեռահասների եւ երիտասարդների զբաղվածության ծրագիրը տարածաշրջանում միակն է իր ձևաչափով, որ տրամադրում է աուտիզմ եւ զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց շարունակական կրթություն առանց տարիքային սահմանափակման։ Այստեղ նաև դա է շատ կարևոր է, որ առանց տարիքային սահմանափակման եւ կենտրոնը իրականացնում է 2 տարիքային խմբերի հետ ծրագիր, 1.5-ից 14 տարեկան եւ 14-ից բարձր դեռահասների եւ երիտասարդների հետ։ Ես դա ուրիշ բան է հետաքրքրում աուտիզմի տեսակները։ Արդյոք հստակ արդեն կանոնակարգված կան եւ քանիսն են, եթե կան։ Աուտիզմի դրսևորման ինչ որ
հատուկ աստիճաններ չկան, բայց կարող է դրսևորվել ավելի թեթև, միջին եւ ծանր վիճակ անձի մոտ։ Այստեղ ես նաև նկատել եմ, ներեցեք, որ աուտիզմ ունեցող երեխաներ կան, որոնք գուցե խոսքի խանգարումներ ունեն կամ շփման հետ կապված իրենց սահմանագծերն են ունենում, բայց ունենում են առանձնահատկություններ, որ մեզ հասու չէ։ Մի քիչ կուզեի նաև այդ տեսանկյունից էլ խոսեինք։ Այո, երբեմն կարող ենք հանդիպել այնպիսի աուտիզմ ունեցող անձանց, ովքեր ունեն շատ տաղանդներ, մենք եւս մեր կենտրոնում ունենք նկարիչներ, երաժիշտներ, որոնց տաղանդը մեր մասնագետները փորձում են բացահայտել։ Այստեղ ամենակարևոր գործոնը տաղանդը այդ առանձնահատկությունը բացահայտելու խնդիրն է, որովհետեւ մասնագետները կարողանան այնքան հմուտ լինեն, որ հասկանան ուժեղ կողմերի վրա հենվելով բացահայտեն երեխաների, դեռահասների տաղանդը։ Բայց այդպիսի թյուր կարծիք կա, որ բոլորը անխտիր ունենում են ինչ-որ տաղանդ, իրականում դա այդքան էլ այդպես չի, աուտիզմ ունեցող անձիկ ունենում են լուրջ վարքային խնդիրներ, հաղորդակցման, շփման, սոցիալականացման, ագրեսիվ վարքային դրսևորումներ են, չէ՞ լինում։ Գիտեք, մենք հաճախ խոսում ենք առհասարակ, որ հաշմանդամություն ունեցող անձանց հետ վերաբերմունքը, հատկապես ներառական կրթությունը, երբ արդեն մուտք գործեց ամբողջությամբ, շատ կարևոր է թե գրագետ մոտեցումը, հա, մարդկանց վերաբերմունքը գրագետ տարբերակով, որպեսզի ծայրահեղությունների մեջ չընկնեն, հա, ոմանք անտեսեն, ոմանք էլ գերխնամք իրականացնեն։ Աուտիզմի պարագայում կարծում եմ վարքագծային փոփոխությունը մյուս մարդու դիմացինի էլ ավելի պիտի գրագետ լինի, կախված աուտիզմ ունեցող անձից, ճիշտ եմ հասկանում այստեղ։ Որովհետև մեր արձագանքից մենք կարող ենք էլ ավելի սրել վարքը, թեկուզ փողոցում, թեկուզ խանութում, մենք շատ հաճախ կարող ենք հանդիպել անձանց ծնողի հետ, ինչ որ ագրեսիվ վարքերի դրսևորումներ ունենան եւ այդ ժամանակ պետք չի խառնվել, փախնել կամ ընդհակառակը փորձել ինչ որ բռնել եւ այլն, կարելի է օգնություն առաջարկել ծնողին կամ խնամակալին, ով որ կլինի այդ պահին այդ անձի հետ, եթե օգնություն պետք է օգնել հնարավորության սահմաններում, բայց պետք է հանդուրժող լինել նախ եւ առաջ, եւ որ ծնողը իրեն վատ չզգա այդ իրավիճակում եւ շահառուն դրանից այլ ավելի, որովհետեւ իրենք շատ զգում են դիմացինի արձագանքը, վախը կամ ինչ որ հայացքները տարօրինակ իրենց նկատմամբ բայց դրանից ես ավելացնեմ կարեկցանքի հայացքները նույնպես պետք չի, որովհետև ծնողներին դա ընդհանրապես պետք չի կարեկցելու հայացքով նայել կամ խղճահարության, լինում են այդպիսի դեպքեր, որ նույնիսկ այդ հայացքներով են նայում, դրանք ընդհանրապես տեղին չեն։ Եթե կարիք կա, ինձ թվում է ծնողները արդեն իրենք էլ նույնիսկ կարող են ասել, խնդրում եմ դուք մի միջամտեք, եթե կարող եք դուռը փակեք կամ ինչ որ միջավայրային հարմարեցումներ, այսպես ասած, ստեղծել այդ պարագայում, բայց ոչ կարեկցել։ Մուտք չգործել աուտիզմ ունեցող անձի տարածքային հատված, ճիշտ եմ, չէ՞։ Այսինքն ավելի ուշադիր լինել, ավելի մի քիչ սառը, հա, այսպես պահել հեռավորություն, որովհետև գուցե մարդը ավելի ագրեսիվանա, երբ մուտք են գործում անձնական տարածք։ Սա հատուկ եմ հարցնում, որպեսզի մեր ռադիոլսողները հստակ իմանան, թե աուտիզմ ունեցող անձի հետ ինչպես պիտի շփվեն։ Կան անձիկ, ովքեր իրոք գերզգայուն են եւ իրենց սոցիալական տարածքը ասենց մտնելը կարող է իրենց մոտ եւս ագրեսիա առաջացնել, որովհետեւ իրենք շատ զգայուն են հպումների նկատմամբ, միգուցե ձայնի տոնը իրենց դուր չգա, շատ մոտ կանգնելը իրենց մոտ վախ առաջացնի եւ անտեղի վարքի պատճառ դառնա, անկանխատեսելիությունը, թե ինչ ենք մենք ուզում այդ մարդուց այդ բանին ինչու ենք մոտեցել, կարող է եւս վարքերի պատճառ լինել, դրա համար պետք է լինել շատ հանգիստ, շատ համբերատար եւ հանդուրժող։ Ամենակարևորը ոսկի միջինն ենք, չէ՞, պահում, ճիշտ եմ, չէ՞, հասկանում։ Ամբողջ աշխարհում դա գլոբալ խնդիր է, կարծես թե աուտիզմ ունեցող անձանց թիվը աճում է, չէ՞։ 36-ից մեկը արդեն ախտորոշվում է ցավոք աուտիզմով։ Եվ դեռ հստակ պատճառագիտությունը չէ։ Գուցե իրենք իրենց աշխարհում են ապրում, այս պահն էլ պիտի հասկանանք, չէ՞, որ ունեն իրենց
ընկալման տարբերակները։ Իսկ ով է ասել, որ բոլորը նույն կերպ պետք է ընկալեն։ Ուղղակի մեր թերապիստների խնդիրը այստեղ նա է, որ երեխաներին, դեռահասներին սոցիալականացնենք, որպեսզի սոցիում կարողանան մտնեն, ինտեգրվեն, ներառվեն, ամենակարևորը սա է խնդիրը։ Դուք նշեցիք, որ ձեր կենտրոնում տարիքային սահմանափակում չկա։ Անկեղծ ասած, շատ ուրախացա, երբ այդ երկու բառը լսեցի, որովհետև առհասարակ մեր երկրում տարատեսակ ծրագրեր կան, թե աուտիզմ ունեցող անձանց համար, թե հաշմանդամություն ունեցող երեխաների համար, հա, նայում ենք այդ ծրագրերը հիմնականում դեռահասների համար է։ Մենք հասկանում ենք, որ լավագույն ժամանակահատվածը դեռահասության ժամանակահատվածն է, որպեսզի կարողանան որոշակի շտկումներ անեն եւ մարդուն որքան հնարավոր է բացահայտեն ու բերեն սոցիալականացման, ինչպես դուք եք նշում։ Արեցինք, շատ լավ է, բերեցինք մարդուն սոցիալականացման եւ երբ մարդը դառնում է չափահաս, չունի անելիք, չունի հնարավորություններ, չունի հնարավորություն աշխատելու, որովհետեւ չկան այդ պայմանները։ Այս բացը կարծում եմ ամենագլխավոր խնդիրն է մեր երկրում, կոնկրետ հաշմանդամություն ունեցող անձանց, աուտիզմ ունեցող մարդկանց, ես եթե սխալվում եմ, խնդրեմ։ Ես մի փոքր հավելեմ, որ վաղ միջամտությունը հատկապես 3 տարեկանից հետո շատ կարևոր է։ Վաղ միջամտության դերը պետք է անպայման շեշտենք, Շատ կարևոր է, որովհետև արդեն այդ վաղ միջամտությունից հետո դեռահասության տարիքում երեխաները ունենում են կարծրացած բնավորություն, արդեն ձևավորված որոշակի հմտություններ, որոնք որ եթե նախկինում սխալ էլ ձևավորվել են, շատ դժվար է այդ տարիքում փոխելը, ինչ որ մի նոր հմտություն սովորեցնելը երեխաներին, դեռահասներին արդեն շատ դժվար է։ Շատ կարևոր է, որ վաղ շրջանից սկսենք, բայց զբաղվածության խնդիրը կա մեր երկրում, երբ մարդիկ դառնում են չափահաս։ Այո, չափահասությունից հետո զբաղվածության խնդիր կա, նույնիսկ դեռահասության տարիքում հիմա երեխաներին տրամադրվող թերապիաներն են գերակշռում, 14 տարեկանից բարձր երեխաների հետ հիմնականում աշխատող մասնագետները շատ քիչ են, ովքեր որ չեն վախենում դրսևորվող վարքերից, ովքեր որ կարող են աշխատել այդ երեխաների հետ, ինչ որ նոր հմտություններ ուսուցանել, էլի պետք է կրկնվեն, որտեղ այդ տարիքում կարծրացած բնավորությունը արդեն շատ լուրջ խոչընդոտ է հանդիսանում նոր մասնագիտական թեկուզ հմտություն ձևավորելու հարցում։ Իսկ մեր կենտրոնը ապահովում է զբաղվածության ծրագրի շրջանակում երեխաներին, դեռահասներին ապահովում է մի շարք մասնագիտական հմտությունների ուսուցմամբ, որը նրանք կարող են օգտագործել, ծնողի դերն էլ այստեղ շատ կարևոր է, ծնողը նույնպես պետք է այն ամենը, ինչ որ ներդրվում է կենտրոնում, տանը զարգացնի, շարունակի, հետևողական լինի երեխայի հետ։ Մենք ունենք մեր կենտրոնում թևնոցների արտադրություն ունենք, մենք փոքրիկ արտադրություններ ունենք, մեր կենտրոնում երեխաները դեռահասները արդեն սովորում են մոմի արտադրությունը, այդ ընթացքը ինչպես է լինում, վերամշակում են թուղթ, զամբյուղի արտադրություն, զամբյուղ, թևնոցներ եւ մենք մեր սաներից մեկը սովորեց մեր մոտ թևնոց գործելու այդ շղթան գործընթացը ինչպես է լինում տանը արդեն իր մայրիկի հետ փոքրիկ, այսպես ասած, բիզնես էջ էին բացել Facebook-յան եւ վաճառք ունեին արդեն շատ հաճելի է որ կենտրոնը ներդրում ունի եւ որ ծնողը հետեւողական է եւ շարունակում է կենտրոնում սկսված գործը։ Անդրադառնանք ծնողին, երկու հարց ունեմ ծնողների հետ կապված, որքան կարեւոր է երեխայի համար, երբ հասկանում է, որ ինքը պիտանի է։ Կարևոր գործ է արել։ Այն դուք վարքագծային փոփոխությունը նկատում եք այդ պարագայում։ Միանշանակ անձը երբ որ տեսնում է իր աշխատանքի արդյունքը, իրեն մոտիվացվում է, իրեն ավելի կարևոր է զգում, դա իր համար դառնում է ուժեղ կողմ եւ մասնագետների եւ ընտանիքի կողմից դա խրախուսվում է եւ կենտրոնի կողմից էլ ինքը ստանում է որոշակի, այսպես ասած, աջակցություն, որը իրեն ոգևորում է, մոտիվացվում է էլի ներգրավել աշխատանքների մեջ, թերապիաների մեջ եւ տանել դա ծնողի համար եւս մեծ ձեռքբերում է, որ ծնողը որոշակի հույսեր ունի, որ երեխան կկարողանա մեր կենտրոնում ձեռք բերել դեռահասը որոշակի հմտություններ, որ իր կյանքում առօրյայում կկարողանա իրեն օգտակար լինել, այո։
Մեր երեխան, եթե կարելի է ավելացնել, մեր երեխա ենք ասում, բայց մեր դեռահասները, երիտասարդները գիտեն, որ իրենք ինչ որ մի բան անում են, օրինակ թևնոցներ են պատրաստում, թևնոցները վաճառվում են ցուցահանդես վաճառքներում, որ այդ հասույթը հետո տրամադրվելու է իրենց, մենք սոցիալիզացիայի շատ լավ ծրագրեր ունենք, իրենք գիտեն, որ իրենց կատարած աշխատանքի դիմաց, այսպես ասած, վարձատրվում են այն ամեն ինչը որ վաճառվում է եւ մոմագործության ընթացքում պատրաստված մոմերը նույնպես ցուցահանդես վաճառքներ ենք, էքսպոներին ենք մասնակցում, այդ հասույթը տրամադրվում է իրենց սոցիալիզացիաների վրա, երևի Գոհարը կնշի ինչ սոցիալիզացիաներ ենք ունենում հետո։ Սոցիալիզացիաներ ուզում եմ նշել, որ մեր կենտրոնի ուժեղ կողմերից է, որ շատ վաղուց կազմակերպվում է բազմամասնագիտական թիմի աջակցությամբ, մեր սաները ունենում են այցելություններ կրթամշակութային ինչ որ հաստատություններ քաղաքից դուրս են կարողանում գնալ, ինչ որ Գառնի, Էջմիածին, Սևան ժամանցի կենտրոններ են գնում, լողավազան, այգիներ, սրճարաններ, կինոթատրոններ եւ այդ արդյունքը իրենց շատ խրախուսում է կենտրոնում լինել ներգրաված։ Այստեղ ոգևորվածությունը շատ կարևոր է։ Շատ կարևոր է նաեւ ծնողի ոգևորվածությունը, որովհետեւ մենք գիտենք երեխա ծնող ամուր կապը շատ կարևոր է։ Արդյոք մեծ նշանակություն եք տալիս նաև սկզբնական փուլում ծնողի հետ աշխատանքին, որովհետև երբ ծնողը նոր է իմանում, որ երեխան օրինակ ունի աուտիզմ, գուցե նրան տևական ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ընդունի իրականությունը եւ ընդունի այնպես ինչպես կա, հավաքի իրեն եւ լինի երեխայի կողքին։ Դա հեշտ չէ եւ գուցե երկար ժամանակ է պահանջվում, իսկ եթե հանկարծ այնպես է ստացվում, որ հասարակությունը իր կողքին չէ, այստեղ խնդիրները կրկնապատկվում, քառապատկվում են, հոգեբանորեն ճնշվում է ծնողը, իսկ երեխան այդ ամենը զգում է։ Երեխայի արդյունավետության համար որքան կարևոր է ծնողի հոգեկան կայունությունը եւ, այսպես ասած, ամուր լինելը։ Եվ արդյոք աշխատում եք նաև ծնողների հետ սկզբնական հատվածում։ Մենք արդեն դեռահասության տարիքի երեխաների հետ ենք աշխատում, անձանց հետ ենք աշխատում, բայց մեր նախադպրոցական եւ դպրոցական տարիքի խմբում, որտեղ արդեն 3 տարեկանից ընդունելություն կա, մեր մասնագետները իհարկե աջակցում են ծնողին, այնքանով են աջակցում, ինչքանով որ ծնողը, այսպես ասած, թույլ է տալիս իր անձնական տարածք մուտք գործելու, այստեղ ծնողի բաց լինելը նույնպես շատ կարևոր է, արդյոք ինքը ուզում է այդ աջակցության ձեռքը, որ իրեն մեկնված է օգտվել, գուցե չի ընկալում, իսկ մեր արդեն դեռահասների եւ երիտասարդների հետ հիմնականում ծնողները արդեն վաղուց ընդունել են խնդիրը եւ ավելի հեշտ է ծնողի հետ կապը պահպանելը, քան այն տարիքում, երբ որ նոր հայտնաբերվում է խնդիրը եւ ծնողը ուղղակի անելի երևի դրության մեջ է ու չի հասկանում ինչ անել։ Ամեն դեպքում ծնողը հնարավորություն ունի ներգրավել թերապիաներին եւ տեսնել ինչպես են մասնագետները աշխատում եւ ծնողը ստանում է խորհրդատվություն։ Մենք ունենք ծրագիր, որտեղ հոգեբանը հաճախակի հանդիպումներ է ունենում ծնողների հետ, մեր կազմակերպության հոգեբանը սեմինարներ է իրականացնում, որը եւս շատ կարեւոր է այդ փուլը հաղթահարելու համար։ Բայց դա ինդիվիդուալ է, ամեն ծնող յուրովի է հաղթահարում եւ ամեն ծնողի համար իր նախատեսված ժամանակը կա հաղթահարման, ընդունման։ Իհարկե։ Ինչքան էլ որ մենք փորձում ենք աջակցել եւ մշտապես ծնողի կողքին ենք։ Դե ծնողը նաեւ թևութիկունք է ստանում, երբ գիտի, որ մենակ չէ։ Այստեղ նաեւ գուցե այդպես է, չգիտեմ, բայց նկատել եք, որ ձեր կենտրոն այցելող աուտիզմ ունեցող երեխաների ծնողներն ինքնաբերաբար ընկերանում են, հետո երեխաներն են ընկերանում, հետո գեղեցիկ մեծ համայնք է ստեղծում, որը նպաստում է ավելի բարեկեցիկ, այսպես, հարաբերությունների կառուցմանը, որքան է ընկերական ջերմ հարաբերությունը ազդում նաև ձեր գործընթացի, այսպես ասած, ավելի ջերմ եւ կայուն զարգացմանը։
Մեր կենտրոնում ուզում եմ նաև նշել, որ դեռահասների եւ երիտասարդների խմբում հիմնական աշխատանքները իրականանում են խմբային ֆորմատով, որը եւս թույլ է տալիս, որ շահառուները ավելի մոտ լինեն, ընկերանան խմբում, այդ խմբային աշխատանքների ընթացքում աջակցեն իրար, մենք այդպիսի բաներ ենք իրենց ներդնում, իրենց մեջ իրար օգնել, իրար տեղափոխել ինչ որ սենյակ Եվ այդ դասացակը մեկը մյուսի փոխարեն կամ հուշումներ անել, այ գիտես դու հիմա պետքա այս ժամին լինես, մյուս ժամին երեխաները արդեն վերբալ երեխաների մասին է խոսքը գնում, արդեն մեկը մյուսին օգնում են, հիշեցնում են, որ գիտեք, այս դասին պետքա գնա այս երեխան, իրենք այդ ընկերական ընկերությունը իրենց մոտ ձևավորված է, արդեն հասկանում են, որ իրենց դասընկերներն են, Եվ կենտրոնից դուրս էլ կարող են լինել միջոցառումներ, որ իրենք այնտեղ հանդիպում են իրար ու այլի ծնողները բերում են ցույց են տալիս այդ հոլովակները, որտեղ իրար հետ պարում են, ինչ-որ ուրախանում են, ինչ-որ ժամանցի են մասնակցում, այնպես որ դա եւս շատ մեր գերնպատակներից է, որ իրենք ունենան, այո, կենտրոնից դուրս կյանք, նորմալ կյանք, այո, ներառական, նորմալ։ Երբ ասում եք, որ սոցիումին եք պատրաստում, այստեղ շատ կարևոր է ոչ միայն որոշակի մասնագիտական հմտություններ, այլև որպեսզի նա կարողանա շփվել, ազատ շփվել, հանգիստ շփվել մարդկանց հետ։ Եվ արդյոք հաջողությունները, որ ստանում են կենտրոնում, թեկուզ ինչ որ բան են կարողանում վաճառել, հա, իրենց ավելի կայուն են զգում, իրենց ձերբազատվում են տարատեսակ բարդություններից։ Նկատում եք նման բան։ Մեզ մոտ ոնց որ դեռահասներ ավելի միջին բարդությանը եւ դժվար է հաղթահարել որոշակի կամ գիտակցել որոշակի ձեռքբերումներ եւ դրանով լինել ավելի մոտիվացված։ Երևի մոտավորապես մի 5% կենտրոնի 133 շահառույց ես դեռահասների եւ երիտասարդների խմբի մասին ասեմ, մի 5%-ն է, որ կարողանում է այդ ամեն ինչը գիտակցել, ավելի շփման մեջ ընկալունակ է, այստեղ երազանքներ իրականացնում եք իրենց։ Ես գիտեմ, որ վերջերս հետաքրքիր մեծ համերգային ծրագիր տեղի ունեցավ, ճիշտ եմ, չէ՞ հիշում, երբ աուտիզմ ունեցող երեխաները հնարավորություն ունեին բեմում ելույթներ ունենալ, այո։ Կողքի երաժշտական փառատոնի մասին է երևի խոսքը գնում, մեր սաները նույնպես ներգրաված էին այդ ծրագրում եւ իհարկե երազանք է եւ ծնողի երազանք է, ավելի շատ ես կասեի ծնողների երազանք է, որ տեսնեն իրենց երեխան հաջողության է հասել, այն ինչ որ տարիներ շարունակ իրենք ներդրել են, ուսուցանել են, ծնողները նույնպես ուսուցանում են, այո, իրենց արդեն պտուղները քաղում են, այսպես ասած, եւ իհարկե երազանք է երևի ծնողի համար տեսնել տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը։ Իրազեկման ամսի հետ կապված ինչ միջոցառումներ ունեք։ Կենտրոնում իրականացվում են ցուցահանդես վաճառքներ, որի ընթացքում ցուցադրվում են մեր սաների պատրաստած աշխատանքները, երաժշտական կատարումներ հանրաճանաչ, հանրահայտ երգիչների հետ, որը եւս մոտիվացնում է եւ ավելի ներառական է խթանում է ներառականությանը։ Ես երևի ավելացնեմ, որ ցուցահանդես վաճառք է տեղի ունենում, որի ամբողջ հասույթը տրամադրվում է, այս անգամ տրամադրվել է մեր 3 սաներին տրանսպորտային ծախսերի ապահովման համար, որպեսզի իրենց կրթությունը շարունակական լինի, քանի որ գիտենք աուտիզմ ունեցող անձանց համար յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ թերապիայի մասնակից լինելը ինչ կարևոր դեր է հանդիսանում նրանց կյանքում։ Զարգացման հետ կապված հատկապես երեխաների մոտ ամեն վայրկյանը նույնիսկ հաշվի մեջ է։ Այստեղ գիտեք նշեցիք, որ անվճար են ձեր դասընթացները։ Հրաշալի, հիանալի հնարավորություն է, բայց փաստորեն կենտրոնը հասնել է պետք եւ փաստացի սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան, որ հաճախ նաեւ խոչընդոտ են հանդիսանում։ Գլոբալ տեսանկյունից եթե փորձենք ամփոփել եւ դիտարկել, ուզում եմ հասկանալ աուտիզմի հիմնական խնդիրները որոնք են, որ բախվում եք եւ դուք, եւ դեռահասները եւ նրանց ծնողները։ Այ հիմնական մի քանի խնդիր, որ ավելի շատ է տարածված, կմանրամասնեք։ Հիմնական խնդիրը դեռահասության տարիքում արդեն ձևավորված բնավորությունն է,
երբ որ կարծրացած բնավորություն ունեն դեռահասները, նոր բան ուսուցանել եւ նոր հմտություն սովորեցնել շատ ավելի դժվարությամբ է տրվում։ Սա երևի դեռահասության տարիքի ամենակարևոր խոչընդոտներից մեկը, որ կարող եմ առանձնացնել։ Եվ հասարակության իրազեկվածությունն է մեզ համար շատ կարևոր խնդիր, եւ մենք պայքարում ենք եւ որոշակի սոցիալ ծրագրերի միջոցով փորձում ենք լուսաբանել այս մարդկանց, ցույց տալ, որ իրենք կան, իրենք այսպեսին են եւ իրենք ունեն մեր աջակցության կարիքը եւ տրանսպորտի մեջ եւ փողոցում հանդիպելիս ինչպեսին պիտի լինենք, մենք պիտի ընդունենք մարդկանց այնպեսին, ինչպեսին իրենք կան, որովհետև յուրաքանչյուրս էլ կարող ենք ունենալ որոշակի ամեն մեկս էլ տարբեր է։ Այո։ Այստեղ գրագետ մոտեցումն է շատ կարևոր եւ հարգելի ռադիոլսողներ, շատ կարևոր է որպեսզի հասկանանք, որ աուտիզմ ունեցող երեխաների դեռահասների բարակայում պետք է այլ օգնություն ցուցաբերել, այսինքն մենք նաեւ դրան էլ պիտի պատրաստ լինենք։ Դուք խոսեցիք հասարակության ընկալման մասին, մենք նաև չենք մոռանում ներառականության մասին։ Շատերը սկզբնական հատվածում ըմբոստանում էին, ասում էին, որ սխալ քայլ է, երեխաները չեն կարող, բայց ի վերջո չմոռանանք, որ երեխաները ճկուն են ու հաճախ մենք ծնողներս ու մեծերս ենք ամեն ինչ բարդացնում, իսկ երեխաները կարող են շատ լավ կոմունիկացվել, եթե ծնողները չխանգարեն։ Այստեղ հորդոր բոլոր ծնողներին, որպեսզի չխառնվեն երեխաների հարաբերությունների մեջ եւ թողնեն իրենք ընկերություն անեն իրար հետ։ Այո, շատ կարևոր է ծնողների վերաբերմունքը, հատկապես դպրոցներում, երբ որ չեն ուզում, որ իրենց դասարանում հատուկ կարիքներ ունեցող երեխա սովորի, այդ խնդիրը առկա է իրականում։ Բայց չէ, որ ոչ ոք ապահովագրված չի։ Ոչ ոք ապահովագրված չէ, այո, այս խնդրից ու ներառականությունը հենց պարտեզից, մանկապարտեզներից է նույնիսկ սկսվում, ոչ թե դպրոցից եւ պետք է երեխային ընտրության հնարավորություն տան եւ հատուկ կարիքներ ունեցող երեխային եւ զարգացման նորմատիպիկ զարգացում ունեցող երեխային ընտրել իր միջավայրը, իր ընկերներին, շատ կարևոր է այս դեպքում ծնողների վերաբերմունքը, որովհետև տանը շատ է լինում խոսում են, այ մեր դասարանում սենց երեխա կա, բայց դու իրան մոտիկ մի գնա, դու ինչ որ սխալ ուղղորդումներ են անում երեխաներին, որը որ իրոք պետք չի ու ավելի մեծ խոչընդոտների առաջ է կանգնեցնում, արդեն հոգեբանական եւ մտածողության մասին։ Երեխաներն են նույնիսկ չգիտեն ինչ անեն իրենց անուններով, որովհետև մեզնից ոչ ոք ապահովագրված չի եւ եթե ինչ որ մեկ ունի աուտիզմ, մյուսը չունի, դա դեռ չի նշանակում, որ մեկ ավելի բարձր է, մյուսը ավելի ցածր է, կամ հավասար իրավունքներ չունեն։ Կրթության, հատկապես կրթության իրավունք եւս բոլորը ունեն։ Եվ դուք չէ, որ պիտի որոշեք դասարանում աուտիզմ ունեցող երեխա լինի թե ոչ, հաշմանդամություն ունեցող երեխա լինի թե ոչ։ Բոլորն իրավունք ունեն կրթվելու, բոլորն իրավունք ունեն լիարժեք կյանք ունենալու համար, եւ եթե դա ձեզ դուր չի գալիս, ներեցեք, բայց դա ձեր խնդիրն է։ Մենք համոզված ենք, որ երեխաներին դուր է գալիս, որովհետեւ երեխաները այն փխրուն էակներն են, ովքեր որ այդ խտրականությունը չեն դնում, այ որ ինքը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա է, այս մեկը նորմատիպիկ զարգացում ունեցող, իրենք ընկերություն ավելի լավ են կարողանում անել։ Ես ուրիշ բան եմ նկատել, որ դասընկերները արդեն շատ լավ ճանաչում են իրենց առանձնահատկություն ունեցող ընկերներին եւ շատ լավ գիտեն ամեն մեկի բնավորությունը եւ հաճախ իրենք են ասում, չէ, իրեն մի կպիր է, ինքը էս բանին չի սիրում։ Սա հրաշալի է, ուղղակի պետք է որ մեծահասակներս չխառնվենք եւ չփչացնենք ամեն ինչ։ Սա այսպես կարող ենք, չէ, դիտարկենք։ Եվ բնականաբար դուք ասացիք, որ փորձում եք նրանց հմտություններ սովորեցնել, ես չեմ կարող նաև մոռանալ TMM Soft-ի մասին, որ աուտիզմ ունեցող երեխաները հնարավորություն են ունենում էլի անձեռոցիկներ պատրաստելու, իսկ դա ուղղակի հրաշալի է, երբ գիտես, որ դու պիտանի ես, ինչ որ պիտանի բան ես անում, իդեպ նաև հավելեմ առանձնահատկության մասով, որ մենք հաստատ չենք կարող այդ արագությամբ ու այդ ճշգրտությամբ այդ անձեռոցիկերի տուփերը պատրաստել, որքան նրանք են կարողանում անել, եւ ի վերջո չմոռանանք եւս մի կարեւոր հանգամանք, եթե մենք տարբերվում ենք եւ ինչ որ մի բան անում ենք, ինչը մեզ համար սովորական է, իրենք մեզնից քառակի ուժեղ են, որովհետեւ իրենց ավելի դժվար է դրված այդ սովորական բանը, քան մենք ենք անում։
Թերագնահատել պարզապես պետք չի, մեր սաները ապացուցում են այն բոլոր մասնագիտական հմտություններում, այն բոլոր զբաղվածություններում, որը իմ ուղի կենտրոնում է ներդրված ու ինչ ներգրավվածություն ունեն մեր սաները, մեր ապացուցում են արդեն եւ թղթի վերամշակման գործընթացում ես կարծում եմ, որ շատ քչերը գիտեն, թե ինչպես է թուղթը վերամշակվում եւ ինչ գործընթացների իսկ մեր սաները շատ հրաշալի արդեն տիրապետում են այդ գրեթե ինքնուրույն վերբալ հուշումներով կարողանում են պատրաստել ընդհանրաշեշտ առարկաները, գործողությունը հաջորդականությամբ կատարել, հանել, քամել այդ ողջ process-ը ու հետո իրենք պոկում են, արդյունքում են, այնպես որ այդ շատ երկար աշխատանք է, մի քանի օր պահանջում է իրենից ու իրենք արդեն այդ փուլերը սերտել են, այսպես ասեմ։ Եվ մոմագործության հետ կապված էլ ասեմ, մեր սաները նույնիսկ պատվերներ են ունենում, ասեմ ավելին, մեր աշխատակիցները, ովքեր որ ամուսնանում են, տարոսիկները պատրաստում են մեր սաները, տարոսիկներ են կամ գիպսի արտադրությամբ նույնպես զբաղվում են մեր սաները, գիպսից եւ մոմերից տարոսիկներ են պատրաստում։ Մեր խնդիրը նաև այն է, որ կարողանանք իրացնել այս մեր ստեղծած, այո։ Բայց չէ՞ որ դուք փաստորեն համատեղում եք առողջարարը օգտակարի հետ, հաշվի առնելով, որ մոտորիկան շատ կարևոր է զարգացնել եւ այստեղ ձեռքերն են աշխատում եւ նույն ժամանակ։ Եվ ուշադրությունը եւ հիշողությունը եւ մոտորիկան։ Եվ ամենակարևորը զբաղվածության միջոցով մասնագիտական որոշակի հմտություններ ենք սովորեցնում։ Պատրաստում ենք աշխատանքի եւ կոչ ենք անում մեր Հայաստանի բիզնեսներին եւ կազմակերպություններին ստեղծել աշխատատեղեր, հնարավորություններ ընձեռել աուտիզմ ունեցող անձանց աշխատել իրենց կազմակերպություններում։ Հատկապես որ նրանց ստեղծածները յուրահատուկ են նաեւ։ Վերջին հարցս, այդ հետաքրքիր ուղղությունները երեխաները ունեն հնարավորություն իրենք ընտրելու, թե մասնագետներն են տեսնում, թե ում մոտ ինչն է լավ ստացվում։ Իրականում կարիքի գնահատում է կատարվում, բայց զբաղվածության հաշվի առնվում է։ Իհարկե, երեխակա ով ավելի լավ նկարում է եւ արտ-թերապիայի դասերը բնականաբար դասաժամերը ավելի շատ են, քան օրինակ կինեզոթերապևտիկ կամ մեր զբաղվածություններից որևէ այլ մեկը։ Կարևոր է հաշվի առնել ցանկությունները, կարողությունները, մենք հիմնվում ենք երեխաների այդ ուժեղ կողմերի վրա, հաշվի առնելով իրենց ցանկությունները եւ կարողությունները։ Դա շատ կարևոր է, բայց աշխատում ենք ներգրավել բոլոր սաներին, մեր բոլոր զբաղվածություններում։ Ինչեւ չներգրավենք, չենք իմանա իրեն դուր է գալիս, թե ոչ իրենք զգայունության խնդիրներ էլ ունեն եւ միգուցե այդ արտադրանքին կպնելը եւ այլն իրենց մոտ տհաճություն առաջացնի, այնպես որ մինչեւ չուսումնասիրենք իրեն, չդիտարկենք այդ աշխատանքը կատարելիս, չենք կարող որոշել։ Դե սովորաբար մինչեւ չենք փորձում, չգիտենք, թաքնված տաղանդներ էլ կան, որ մենք էլ չգիտենք, օրինակ մեր նոր սաներ ունենում, ում հետ բոլոր այդ թերապիաները իրականանում են, որպեսզի հասկանանք, գտնենք իր ուժեղ կողմը եւ հիմնվելով դրա վրա հետաքրքրությունները բացահայտենք։ Շնորհակալ եմ ձեզ կարևոր զրույցի համար։ Ես լիահույս եմ, որ որոշ ժամանակ անց իսկապես զբաղվածության խնդիրը կլուծվի, որովհետեւ դեռահասության ժամանակահատվածում համապատասխան թերապիաների խնդիրը կարծես որոշ ընկերությունների եւ ձեր ընկերության շնորհիվ լուծված է եւ կարողանում են երեխաները ստանան, բայց այս զբաղվածության խնդիրը իրոք խնդիր է։ Ես հիշեցնեմ սիրելի ռադիոլսողներ, իմ զրուցակիցներն էին դեռահասների եւ երիտասարդների խմբի ծրագրի ղեկավար էրգոթերապիստ Գոհար Կարապետյանն ու դեռահասների եւ երիտասարդների խմբի ծրագրի ղեկավար Ծովինար Սիմոնյանը։ Լինենք գրագետ ցանկացած հարցում, փորձենք մարդկանց ճիշտ վերաբերվել եւ այդ ժամանակ կլինի ամեն ինչ կարգին։ Մնացեք Անդրեյնի հետ։